Ողջունում եմ ձեզ հարգելի հետևորդներ, Կալայի հյուրը այսօր Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում, իշխանություն եկեղեցի հակամարտությունը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Երեկ Փաշինյանը հանդիպեց եպիսկոպոսների հետ, որոշ մասի նրանց շնորհակալություն հայտնեց սկզբունքային դիրքորոշման համար։ Կուզեի ձեր կարծիքը իմանալ, թե իշխանություն եւ եկեղեցի այս լարվածությունը արդյոք դուք համարում եք ազգային անվտանգության խնդիր եւ որպես հավելում հետեւյալ հարցը, թե կա արդյոք արտաքին շահագրգռվածություն այս դաշտում փոփոխությունները խթանելու, չգիտեմ, կոնֆլիկտը սրելու ուղղությամբ։ Ես գիտեմ, որ դրանք տարածված խոսակցություններ են արտաքին ազդեցության, արտաքին պատվերի վերաբերյալ, հատկապես քանի որ Ադրբեջանում որոշ հայտարարություններ են եղել հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, որպես ամենավտանգավոր ռևանշիստական կազմակերպություն եւ այլն, եւ դժվար չի պատկերացնել, որ այդ տեսակ ինֆորմացիայի պարագայում մարդիկ կարող են մտածել, որ սա ինչ-որ արտաքին կոմպոնենտ ունի։ Ես նման հետևություն, նման պնդում չեմ կարող անել, դա դեռ փաստ չի, այսինքն ինչ-որ առումով նույնիսկ զարմանալի չի, որ Ադրբեջանում կարող էին հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ տեսակ վերաբերմունք ունենալ, բայց դա դեռ ապացույց չի, որ հենց Ադրբեջանի հետ կոորդինացված ինչ-որ քայլ է սա, կամ դրսի ինչ-որ այլ ուժերի հետ կոորդինացված քայլ է։ Գիտենք նաև այդ աղանդավորների գոյության մասին եւ այլն, նրանց բնականաբար նրանք մրցակիցներ են հայ առաքելական եկեղեցու հետ, նման բաներ նույնպես կարող են լինել, բայց ես սրան նայում եմ մի քիչ այլ տեսանկյունից։ Իմ կարծիքով սա Նիկոլ Փաշինյանի իշխանության համար բավականին բնական երևույթ է, այն առումով, որ նման իշխանությունները սովորաբար չեն հանդուրժում որևէ մեծ հեղինակություն վայելող եւ իրենց չենթարկվող կամ պոտենցիալ իրենց չենթարկվող ինչ որ ուժ, կլինի դա քաղաքական, կլինի հասարակական եւ որևէ դիմադրություն, որևէ անկախ ուժի կենտրոն, որևէ անկախ հեղինակություն ունեցող հաստատություն, հատկապես եթե այդ հաստատությունը որոշակի խնդիրներ ունի նման իշխանության հետ, նման իշխանության օրակարգի հետ, նրանց դիտարկում են որպես պոտենցիալ սպառնալիք ու վտանգ, ոչ թե ընդհանրապես որպես ընդդիմադիրներ, այլ հենց պոտենցիալ սպառնալիք ու վտանգ իրենց օրակարգին, իրենց հեղափոխական տրանսֆորմատիվ օրակարգին եւ այդ ամենը պիտի ճզմել, այդ ամենը պիտի ոչնչացնել կամ առնվազն գոնե ենթարկել իրենց կամքին։ Սա հատուկ է շատ ու շատ հեղափոխական իշխանությունների, սա հատուկ է հեղափոխական ռեժիմների, որոնք ավելի հակված են որոշակի պայմաններում շատ հստակ հակում ունեն դեպի տոտալիտարիզմ։ Տոտալիտարիզմն էլ նշանակում է ամեն ինչ ենթարկել իշխանություններին, որևէ անկախ հանրային դաշտ թույլ չտալ, որը անկախ է իշխանությունների օրակարգից, իշխանությունների ուժից։ Իմ կարծիքով սրան ավելի շատ այդ տեսանկյունից է պետք նայել։ Ես մի բան էլ ավելացնեմ այստեղ, մարդիկ հատկապես Փաշինյանի կողմնակիցները, բայց ոչ միայն նրանք, այդ խնդիրը կա, որ հայ առաքելական եկեղեցու որոշ սպասավորների նկատմամբ մեղադրանքներն իրականում արդարացված են։ Այսինքն եւ դժվար է վիճարկելը, որ նման խնդիր կա, հայ առաքելական եկեղեցու որոշ սպասավորներ, որոնց նման մեղադրանքներ են հասցեագրվել, որոնց որոշակի մեղադրանքներ են հասցեագրվել, նրանք հոդաբաշխ պատասխաններ չեն տվել, չեն կարողացել հերքել իրենց նկատմամբ եղած մեղադրանքները եւ շատերը սրան նայում են որպես շատ նորմալ բնական երևույթ, դե եթե այդ տեսակ խնդիրներ կան եւ եթե Փաշինյանի ասածը ճշմարտության դեմ չի մեղանչում, Փաշինյանը եթե ճշմարտության դեմ չի, ապա ինչն է խնդիրը, հետեւաբար սա արդարացված է։ Այստեղ երկու բանի վրա ես ուշադրություն կհրավիրեի, նախ դա իշխանության գործը չի,
ինչ ուզում է լինել եկեղեցուն, դա իշխանության գործը չի, սահմանադրության մեջ ավելի հստակ սահմանված պարագրաֆ դժվար է գտնել, դրույթ դժվար է գտնել, քան եկեղեցու պետության անջատման դրույթը եւ վարչապետի մակարդակով նման միջամտությունը եկեղեցու գործերին ուղղակի շատ բացահայտ սահմանադրության խախտում է եւ ես սրա մասին նախկինում եմ խոսել, սա գործողություն է ոչ միայն եկեղեցու դեմ, այլ սահմանադրության եւ պետականության հիմնադրույթների դեմ։ Եվ երկրորդ հանգամանքը այստեղ, եթե դա գալիս է ազնիվ մղումներից եկեղեցին մաքրելու, եկեղեցու որոշ իրենց դերին անհամապատասխան սպասավորներին իրենց դիրքերից հեռացնելու, ես երեք նայում էի այդ ովքեր էին եկել Փաշինյանին այցելության, Այո, հա, եթե այլընտրանքը դա է, հա, ուրեմն լուրջ կասկածներ կան Փաշինյանի եկեղեցին մաքրելու եւ որոշ մտադրությունների մասով, այո։ այո, մտադրությունների մասին, որ իրականում նրա մտադրությունը եկեղեցին որոշ իրենց դերին անհամապատասխան սպասավորներից մաքրելն է։ Պարոն Գրիգորյան, խոսենք այնուամենայնիվ վտանգների մասին։ Սա ինչ վտանգներ կարող է ունենալ։ Իդեպ ձեր նշածը, որ այո, դա հստակ տարանջատված է սահմանադրությամբ, իշխանությունը անելիք չունի եկեղեցում, իրենք սա հակադարձում են այսպես, թե ինչ գործ ունեն այդ դեպքում հոգևորականները քաղաքականության մեջ։ Եվ իհարկե Հոգևորականներն էլ վտանգների գործ մասին։ չունեն քաղաքականության մեջ, եթե նրանք դա անում են եկեղեցում, եթե հոգևորականը իր բանը պաշտոն չի, իր դերից հրաժարվում է եւ նա դառնում է սովորական քաղաքացի, հոգևորականները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, նրանք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեն, քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունեն, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն, ոչ որպես հոգևորական, այսինքն խնդիրը դա չի։ Հետևաբար, այսինքն, եթե խոսքը գնում է օրինակ Բագրատ Սրբազանի մասին, Բագրատ Սրբազանը այն ժամանակ, որ սկսեց զբաղվել քաղաքականությամբ, նա իր հոգևորականի դերից հրաժարվեց, ինչքան Այո, հիշում եմ։ այո, Հա, եւ այդտեղ հետեւաբար ես խնդիր չեմ տեսնում։ Այսինքն դա մի բան է համաձայնես Բագրատ Սրբազանի քաղաքական օրակարգի հետ թե ոչ, բայց զուտ քաղաքականության մեջ մտնելու, այդ ձևով քաղաքականության մեջ մտնելու ես չեմ կարծում, որ ինչ որ կանոնի, ինչ որ նորմի կամ հատկապես ինչ որ օրենքի խախտում էր։ Դա մեկ, եւ կամ կարելի է երկրորդ, հավասարության նշան դնել։ Այստեղ հավասարության չի զուգահեռվում բոլորովին այն, ինչ անում է իշխանությունը եթե եւ այն, որ հոգեվորականը կարող է քաղաքական կեցվածք ունենալ այնուամենայնիվ որպես քաղաքացի։ Եթե նույնիսկ հավասարության նշան դնենք, այսինքն եթե եկեղեցին սխալ բան է արել, եթե եկեղեցին խառնվել է քաղաքականությանը, պետության գործերին է խառնվել եւ եկեղեցին է խախտել պետության ու եկեղեցու անջատման դրույթը, դա դեռ չի նշանակում, որ հետեւաբար արդարացված է պետության նույնանման վարքագիծը։ Այո, Այսինքն վարքագիծը պիտի լինել, դա թույլ չտալը, դրա դեմ ինչ որ բան ասել է եւ այլն, բայց հետո գնալ ինչ որ կաթողիկոսի վերընտրություն պահանջել, ալտերնատիվ ինչ որ պատարակների մասնակցել, ինչ որ խորհուրդ ստեղծել կաթողիկոսի գահանկեցանելու, կաթողիկոսին գահանկեցանելու եւ ինչ որ նոր կաթողիկոս ընտրելու, որը հայ եկեղեցու կանոնի մեջ չի, հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի մեջ չի մտնում, ոչ մի նման ինստիտուտ գոյություն չի ունեցել, ինչ որ պետությունը նման ինստիտուտ ստեղծելու փորձ է անում։ Ես հիմա չգիտեմ դա դեռ շարունակում են անել թե չէ, բայց այդ սկանդալը, որ նոր սկսվել էր, նման ինչ որ ինստիտուտ ստեղծելու հայտարարություն արեց Փաշինյանը, որը պիտի համալրվեր ինչ որ հավատացյալներով, այդ հավատացյալներին էլ պիտի ստուգեին Աստվածաշունչը կարդացել է եւ արդյոք հետեւում է բանին պատվիրաններին Աստվածաշնչյան թե ոնց, չգիտեմ ոնց էին հետևելու իհարկե։ Հա, մի խոսքով, այդ տեսակ փորձ արվեց, այդ տեսակ խոսակցություններ են գնում։ Հա, եթե եկեղեցին ինչ որ սխալ բան է արել, այդ սխալի մասին պիտի խոսել, այդ սխալը պետք է վերհանել եւ դրա մասին հանրային քննարկում կազմակերպել եւ եկեղեցուն հեռու պահել քաղաքականությունից։ Ոչ թե դրան պատասխանել սահմանադրությունը խախտելով եւ եկեղեցու գործերին խառնվելով։ Բերեք խոսենք նաև վտանգներից, ազգային անվտանգության սպառնալիք կարող է դառնալ
հաշվի առնելով այն շահագրգռվածությունը, որ ունեն իշխանությունները, այս պահին հատկապես, մենք տեսնում ենք հետևողական, կարծես պետական մյուս գործերը երկրորդական, երրորդական պլանում են եւ հետևողականորեն հիմա զբաղված են կոնկրետ եկեղեցով, եկեղեցու խնդիրներով, օրական մի քանի գրառումներ են անում, կարծես սա իրենց համար առաջնահերթ խնդիր է, սա ինչի կարող է հանգեցնել։ Ես մի քիչ ճիշտն ասած դիմադրում եմ ամեն ինչ ազգային անվտանգության բանով, այդ պրիզմայով նայել ամեն խնդրին։ Գուցե ազգային անվտանգության խնդիր է սա, բայց մենք այդքան հեռուն գնալու կարիք չունենք այս վարքագիծը դատապարտելու, այս ճգնաժամի այս ճգնաժամով անհանգստանալու համար պարտադիր չի, որ մենք մտածենք սա ազգային անվտանգության խնդիր է։ Նորից եմ ասում, սա սահմանադրության ոտնահարում է, սա ինչ որ նորմերի ոտնահարում է եւ սա նաեւ հարցակում է մեզ համար, մեր ժողովրդի համար շատ կարեւոր ինստիտուտի վրա։ Նորից եմ ասում, այդ բոլոր հայտարարությունները, թե դա ինչ որ սպասավորների դեմ է, գուցե ինչ որ արժանահավատություն ունենային, եթե երեկվա այդ թատրոնը չտեսնեինք, թե այդ ում են հրավիրել, որ եկեղեցին մաքրեն։ Հա, սա հարցակում է հայ առաքելական եկեղեցու վրա որպես ինստիտուտի եւ հայ առաքելական եկեղեցին սովորական կրոնական հաստատություն չի։ Ես սա նորից նախկինում էլ սա հրապարակայնորեն ասել եմ, ես ինքս հավատացյալ չեմ, ես աթեիստ եմ։ Բայց ես հայ առաքելական եկեղեցում մկրտված եմ, ես իմ զավակին մկրտել եմ հայ առաքելական եկեղեցում եւ ես պսակադրվել եմ հայ առաքելական եկեղեցում։ Որովհետեւ հայ առաքելական եկեղեցին զուտ կրոնական ինստիտուտ չի, դա ազգային ինստիտուտ է, դա մեր պատմության ամենակարևոր հենասյուներից, մեր ինքնության, մեր մշակույթի, մեր ազգապահպանության ամենակարևոր ինստիտուտներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Այսինքն պետականությունն ավելի կարևոր է ինձ համար, բայց պատմական տեսանկյունից երբ որ նայում ենք, թե ինչ դեր է խաղացել հայ առաքելական եկեղեցին, դա այդ ամեն ինչը ուրանա, դրա այդ շատ զգույշ է պետք վարվել, շատ զգույշ է պետք վարվել եւ դրա եւ եթե նույնիսկ ինչ որ բաներ կար, որ ռեֆորմի կարիք ունեին, որ փոփոխությունների կարիք ունեին, դա այդ ձևով չպիտի արվեր, դա այս տեսակ կոպիտ հարցակման տեսքով չպիտի արվեր, դա վարչապետի ձեռքով չպիտի արվեր, ինչ ասեմ, այս ամեն ինչը շատ կոպիտ, շատ տգեղ ձևով է արվում եւ վտանգ այստեղ եթե նույնիսկ ազգային անվտանգության հետ կապ չունի, սա վտանգավոր է մեր ներքին կայունության տեսանկյունից, մեր ժողովրդի ինքնությանը հասցված հարվածի տեսանկյունից, ես ավելի շատ այդ պրիզմայով եմ սրան նայում։